Բնակիչներ, սիրելի ունկնդիրներ, երկու շաբաթ առաջ հայակվե ազգային քաղաքացիական միավորումը Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն և երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարեց, որ մարտի 30-ին Գյումրիում և Փայլատարում կայանալիք թիմ ընտրություններին կմասնակցի անկախ դիտորդի կարգավիճակով, իրականացնելու ընտրական գործընթացի ամբողջական իրավական վերահսկողություն։ Այսօր երկու շաբաթ անց ավարտվում է ընտրությունների քարոզարշավը և մենք ցանկանում ենք հանրությանը ներկայացնել մեր նախնական դիտարկումները քարոզարշավի ընթացքում արձանագրված առավել էական խախտումների մասին։ Այսօր մեր ասուլիսի ներկա են Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մելոյանը, երիտասարդական ակումբների դաշնության հասարակական կազմակերպության նախագահ Հայակվե վարչության անդամ Ատոմ Մխիթարյանը և Հայակվե վարչության անդամներ Արամ Պետրոսյանը և Ցոլակ Հակոբյանը։ Եվ մինչև գործընկերներիս խոսք տալը ես կուզենայի ձեր հետ կիսվել մի քանի կարևոր դիտարկումներով։ Նախ ցանկանում եմ արձանագրել, որ որքան էլ որ թվում է, որ ամենակարևորը քվեարկությունների օրն է և մարդիկ հաճախ ինչ-որ իմաստով շփոթում են քվեարկությունը ընտրությունների հետ, իրականում ընտրությունների ճակատագիրը զգալի չափով որոշվում է քարոզարշավի ընթացքում և այդ տեսանկյունից մենք ցանկանում ենք արձանագրել, որ քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր այն իմաստով, որ որոշ չափով Փարաքյարում, բայց առաջերտին Գյումրիում կար բավական լուրջ ասիմետրիա, եթե կարելի է այդպես արտահայտվել, մի կողմից իշխանության թեկնածուի, մյուս կողմից ընտրություններին մասնակցող մնացած բոլոր թեկնածուների միջև։ Այսօր մենք կպատմենք նրա մասին, թե ինչու է դա կայանում։ Ես մասնապես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել երկու դրվագի վրա, մնացած դրվագների մասին կխոսեն մեր գործընկերները։ Ուրեմն առաջի դրվագը տեղի ունեցել մարտի 18-ին, երբ որ Civic-Am կայքը, որը տարբեր տվյալների կապված է իշխող կուսակցության հետ, հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որով Գյումրիի ընտրությունների ընդգծված առաջատարը քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանն, մոտավորապես 45%։ Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը, նրա երկրորդ մասը միարժեք սահմանում է, ես հատուկ կընթերցեմ այդ մասը, որ թեկնածուների ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշվել հարցման ժամկետները, հարցումների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուը։ Այսինքն սա արվում է նրա համար, որ առավելագույնս ճշգրիտ, անաչառ տեղեկատվություն տրամադրվի ընտրողներին և սոցիոլոգիական հարցման անվան տակ ընտրողների կամքի վրա անուղղակի ազդեցություն չգործվի։ Տվյալ դեպքում ոչ միայն դրանցից ոչ մեկը չի հրապարակված, բացարձակապես, այլ նույնիսկ չի հրապարակված սոցիոլոգիական հարցում անցկացվող կազմակերպության անունը։ Սա ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի պարզապես աղաղակող խախտում է, ընդ որում ոչ մի ուրիշ աղբյուրում մենք չենք տեսել այդ հարցման մասին որևէ տվյալ։ Եվ սա մենք ցանկանում ենք ներկայացնել դատախազությանը որպես հաղորդում հանցագործության մասին և կոչ ենք անում նրանց հետաքննել ընտրական օրենսգրքի այս ակնհայտ խախտումը։ Կարող եք Civic-Am կայքի մեջ մտնել մարտի 18-ին, քանի չեն հասցրել հեռացնել իրենց այդ հրապարակումը, մենք իհարկե ունենք սկրինշոթները և ինքներդ նայել այդ հրապարակումը։ Բացարձակ ոչ մի տեղեկատվություն չկա, թեև ընտրական օրենսգրքի բացարձակ պահանջ է։ Երկրորդ դրվագը, որի մասին ուզում եմ խոսել և հրավիրել ձեր ուշադրությունը, տեղի ունեցել տարածությունը 3 մարտի 27-ին։ Գիտեք, որ 3 բավական մեծ աղմուկ էր ընտրակաշառքների հետ կապված, հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ և բնականաբար որոշակի իրավական գործընթացներ են տեղի ունենում, որոնք այսօր շարունակվում են։ Բայց նույն ժամանակ դրան զուգահեռ մարտի 27-ին ազգային ժողովի ճեպազրույցի ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Օրջերյանը
հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ, որ ընտրակաշարքը գենետիկորեն կապված է ընդդիմության հետ։ Այսպիսի հայտարարությունը պարունակում է իր մեջ ակնհայտ զրպարտության տարրեր, բայց նաև սպառնալիք է ընտրությունների մասնակից ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, որովհետև չի հատկորոշվում, թե որ կոնկրետ թեկնածուին է դա վերաբերվում, այլ ընդհանրապես ընդհանրական պնդում է արվում ընդդիմության նկատմամբ։ Եվ հաշվի առնելով, որ պարոն Կոնջարյանը քաղաքացիական պայմանագիր իշխող խմբակցության ղեկավարն է, ըստ էության դա իր մեջ նաև ուղղորդման տարրեր է պարունակում իրավապահ մարմինների համար։ Նրան երկրորդել է նույն խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը, որը հայտարարել է երեկ, եւ դրան շատերը տակնատես եք եղել, որ ընտրակաշարք տվողներին իրենք պատերով են տալու։ Հիմա եղել են ընտրակաշարքներ, թե չեն եղել, դա իրավապահ մարմինների խնդիրն է եւ իրավապահ համակարգն է, որը լիազորություն ունի զբաղվել եւ ընտրական օրենսգրքի եւ քրեական օրենսգրքի խախտումներով եւ համապատասխան պատժամիջոցներ կիրառելով։ Ազգային ժողովի որևէ պատգամավոր իրավասություն չունի այդ հարցերին անմիջականորեն միջամտելու, առավելևս որևէ մեկին պատերով տալու։ Ուստի մենք կարծում ենք, որ երկու այս պատգամավորների, որոնք կարևոր դեր են զբաղեցնում քաղաքացիական պայմանագիր իշխող խմբակցությունում, այս մեկնաբանությունները տվյալ դեպքում խախտում են ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը պահանջում է, որ ընտրաշավի ժամանակ վարչական ռեսուրս չկիրառվի։ Վարչական ռեսուրսը եւս հստակ սահմանված է, դա ի պաշտոն է անձանց կողմից տիրապետվող ցանկացած բնույթի ռեսուրս է, դա կլինի ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսներ, լրատվական ռեսուրսներ, տարածքներ եւ այլն եւ այլն։ Տվյալ դեպքում այս երկու պատգամավորները, հիշեցնում եմ նորից, որ դա տեղի ունեցել է ազգային ժողովի կեպազրույցի ժամանակ, ոչ թե ընտրաշավում, փաստացի չարաշահել են վարչական ռեսուրսը, իրենց վարչական ռեսուրսը նաեւ իրենց պաշտոնական դիրքը եւ անուղղակի ճնշում են գործադրել ընտրողների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում տվյալ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւս ուսումնասիրել այս դեպքը եւ տեսնել, թե որքանով է դա ազդում ընտրությունների ընթացքի վրա։ Այսքանով ուզում եմ խոսքս փոխանցեմ Տիկին Մելոյանին, որը կշարունակի այս ցուցակը, ցավոք այս ցուցակը բավական երկար է։ Միկրոֆոնները փոխանցեք։ Ողջույն հարգելիներս, երկրորդելով պարոն Չալաբյանին շարունակեմ մեր կողմից արձանագրած ընտրախախտումները նախընտրական քարոզչության շրջանակներում, որովհետև մեր դիտորդական առաքելությունը իրականացում է ոչ ինչպես նշվեց, ոչ թե բուն ընտրության օրը, այլ ողջ ընտրական գործընթացին զուգորդված։ Իրականում ընտրախախտումները բավականին մտահոգիչ են նախընտրական քարոզչության շրջանակներում առավել ևս, որովհետև էականորեն ազդել են շնորհակալություն։ Որովհետև էականորեն նախընտրական քարոզչության շրջանակում սահմանափակված են եղել ընդդիմադիր գործիչների քարոզչական հնարավորությունները։ Հիմա սկսեմ սկզբից, նախ անդրադառնանք այն հանգամանքին, որ իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, ով առաջնորդում է իրենց ցուցակը, այս պայմանությամբ միաժամանակ հանդիսանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Եվ որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչպես ինքը, այնպես էլ իրենց ընտրացուցակում գտնվող եւ ներգրաված ազգային ժողովի պատգամավորներն ու այլ թեկնածուները, ըստ հանրային ծառայության մասին օրենքի, ըստ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի, ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, սահմանափակված են իրենց քարոզչության շրջանակներում օգտվելու իրենց պաշտոնից բխող ցանկացած ռեսուրսից, այդ թվում կլինի դա պաշտոնից նյութական ռեսուրս, կլինի դա հանրային միջոցներ, իրենց որպես պաշտոնակատար հանդես գալիս, ինչպես օրինակ ազգային ժողովի ամբիոնն է, երբ հանդես են գալիս որպես պատգամավոր եւ կատարում են ազգային ժողովի ամբիոնից ելույթներ են ունենում։ Այսպես, որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Սարիկ Մինասյանը կիսվել է ճանապարհային դեպարտամենտ ֆոնդի
հայտարարությամբ Գյումրում ճանապարհաշինարարության իրականացնելու վերաբերյալ այսպիսի քարոզչական գրառմամբ, որ Գյումրում սարքված ճանապարհներ չեն լինելու։ Դա ակնհայտ խախտում է իմ կողմից մատնանշված իրավակարգավորումների պահանջը եւ դուրս է դրանց շրջանակներից։ Այնուհետև մարտի 25-ին շուրջ 1 տասնյակի հասնող պատգամավորներ իշխող ուժի հայտարարությունների ժամին հանդես եկան տարաբնույթ հայտարարություններով Գյումրում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության վերաբերյալ, ուղղակիորեն կոչեր հորդորներ ներկայացրեցին գնալու քվեարկելու իրենց քաղաքական ուժին, այդ թվում ուղղակիորեն մատնանշելով իրենց քվեաթերթիկի համարը, միևնույն ժամանակ իրենք մի շարք արատավորող հայտարարություններով հանդես եկան մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի թեկնածուների վերաբերյալ, անվանական նշելով նրանց եւ ամենախնդրահարույցը այստեղ կանում է նրանցում ոչ միայն անվանարկում են թեկնածուներին, այլև մարդկանց հորդորում են զերծ մնալ նրանց քվեարկությանը, ուղղակիորեն հակաքարոզչություն իրականացնելով եւ ազդեցություն ներգործություն ունենալով ընտրական իրավունքի իրականացման վրա քաղաքացիների։ Միևնույն ժամանակ այստեղ նաև արձանագրել են կրկնախախտում, որովհետև այդ պատգամավորներից մեկը Էմմա Պալյանը միևնույն ժամանակ հանդիսանում էր քաղաքացիական պայմանագրի ավականու անդամների թեկնածու ըստ իրենց քաղաքական ուժի ցուցակի, եւ նա կրկնակի անգամ էր զսպված ու ուներ սահմանափակում որպես թեկնածու էլ, եթե հանրային ծառայող է, օգտվելու իր պաշտոնից, պաշտոնեական դիրքից, դրան հարմարեցված ռեսուրսներից, որոնցից է նաև ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալու հնարավորությունը եւ այս պարագայում բացի սահմանափակումների խախտումից նաեւ խախտել է լուսաբանման կանոնները, որովհետեւ որպես թեկնածու իրեն օգտվել է հանրային հեռուստաընկերության պետական ծածկույթից լուսաբանվելու հնարավորությունից, իսկ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը նման դեպքի համար պարտավորեցնում է, որպեսզի այս հեռուստաընկերությունը համահավասար մյուս թեկնածուների համար եւս այսպիսի հնարավորություն բաշխի, եթե այդպիսի խախտում է տեղի ունենում։ Այս համապարփակ, պետք է ընդգծենք, որ պատահական չէ օրենսդրի նման կամքը, որովհետև բոլոր քաղաքական ուժերը չէ, որ ունեն ներկայացվածություն տարբեր հանրային ծառայություններում, այդ թվում օրենսդիր մարմնում, իսկ օրենսդիր մարմնի բարձր ամբիոնը հանրամատչելի եղանակ է քաղաքացիների հետ կապ հաստատելու եւ բնականաբար ակնհայտորեն, եթե իրենք իրավունք ունենային քարոզչություն իրականացնելու որպես падգամավորներ, ակնհայտ անհավասար պայմաններ իրականացնեին եւ կունենային ցանկացած ընտրության մասնակցող մյուս քաղաքական ուժերի համեմատ։ Այս պարագայում, ինչպես արդեն տեսնում ենք այս դեպքում եւս, քաղաքական ուժերից միայն քաղաքացիական պայմանագիրն է, որ ոչ միայն իշխող ուժ է, այլև ունի ներկայացվածություն օրենսդիր մարմնում եւ ակնհայտորեն այս օրենքի սահմանափակման շրջանակները սահմանազանցվել են։ Էպոպեան որպես խախտում անաչառ դիտորդի համար իհարկե երեք տեղի ունեցող իրադարձություններն են, երբ առավոտյան իրավապահ մարմինները ներխուժեցին երկու կուսակցական դաշինքների գրասենյակներ, Մայր Հայաստանի պարագայում օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացվեցին հուզարկության տեսքով ինչպես նախընտրական շտաբերում, այնպես էլ թեկնածուի բնակարանում թեկնածուներ վերման ենթարկեցին, պետք է ընդգծենք, որ թեկնածուներից մեկը մանկահասակ երեխայի մայր էր, ում հարցաքննության ընթացքում խոչընդոտել էին նրա փաստաբանի մուտքը վստահորդի մոտ։ Դրան անմիջապես զուգորդեց նաև մյուս դաշինքի, մեր քաղաքադաշինքի թեկնածուների վերման ենթարկման գործընթացը, այդ թվում քաղաքական ուժի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի հոր եւ որդու ձերբակալման որոշումները, ընդ որում ընդգծենք, որ որդին հանդիսանում էր տվյալ քաղաքական ուժի թեկնածու, ցուցակում ընդգրկված, եւ եւս երկու այլ թեկնածուների վերման ենթարկեցին Գյումրուց Երևան քաղաք։ Պետք է ընդգծենք, որ սա այս երկրորդ դեպքը հերթական աննախադեպն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրական գործընթացներում, երբ տեղական ինքնակառավարման մարմնի
մասնակցող ընտրական ուժի ներկայացուցիչի ղեկավարած տեխնացուի ամերձավոր ազգակցականներին այսպիսի սեղմ ժամկետներում քարոզչության ընթացքում, երբ ընդամենը 3 օր է մնացել ընտրություններից առաջ, նմանաբնույթ ներգործություն են իրականացնում։ Պնդում ներկայացնենք, բնականաբար, եթե առկա է իրավախախտում, ընտրական գործընթացում տեղի են ունեցել հանցագործություններ, բնավ մենք չենք ընդգծում, որ իրավապահ մարմինները պետք է ձեռնպահ մնան իրենց գործողությունների իրականացումից եւ չգնան հանցագործության հատկանիշների մասին հետքերով, բայց դա պետք է իրականացվի անկախ, անկողմնակալ եւ որևէ կերպով նախընտրական քարոզչության սահմանները չշրջանցի եւ ազդեցություն չունենա որևէ քաղաքական ուժի նախընտրական քարոզչական գործընթացի վրա, իսկ այս պարագայում արձանագրել ենք, որ Մայր Հայաստան դաշինքի պարագայում այդ քաղաքական ուժը հենց երեք ուներ պլանավորած խոշոր հանդիպում քաղաքացիների հետ եւ ակնհայտ խոչընդոտում էր այդ հանդիպման կազմակերպչական աշխատանքների։ Երեկոյան բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները ունեին բանավեճ հանրային հեռուստաընկերության շրջանակներում եւ բնականաբար կարող ենք համարել, որ հոգեպես ներգործություն ունեցան տվյալ ղեկավարների վրա։ Բացի այդ, ժողովուրդ օրաթերթից տեղեկատվություն ենք ստացել, որ Գյումրում ազգային անվտանգության ծառայության վարչության ղեկավարը հանդիսանում է իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի տեխնացուի Սարիկ Մինասյանի ազգակցականը եւ ըստ օրաթերթի իրենք որոշակի տեղեկատվություններ են ընդդիմադիր գործիչների վերաբերյալ, իրենց մրցակիցների վերաբերյալ հավաքում եւ տրամադրում այս ուժին, դրա մասին օրինակ որպես դիտորդական առաքելություն մենք կարող ենք պնդում կատարել, երբ քաղաքական մեկ այլ ուժի ներկայացուցիչի վերաբերյալ այս տեխնացուն ներկայացրեց տեղեկատվություն, որ վերջինս դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու նպատակով եւ հետագայում պարզ դարձավ, որ այս տեխնացուն ընդամենը ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակի վերաբերյալ քարտ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով ու այդպես էլ չբացահայտվեց, թե որն էր այդ տեղեկատվության ծագումնաբանությունը եւ աղբյուրը։ Բացի այդ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից, ինչպես նաև հանրային ահազանգեր, որ աջակիցները ընդդիմադիր քաղաքական ուժերի, մրցակիցների վերման են ենթարկվում ոստիկանական բաժանմունքներ եւ ստանում են հորդորներ իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, ինչը եւս ակնհայտ մարդկանց հիմնարար ընտրական իրավունքի խախտում է։ Ընդգծենք, որ ընտրական իրավունքը որպես քաղաքական իրավունք իրականացնում է ոչ միայն ակտիվ կերպով, երբ քաղաքացին գնում եւ ընտրություն է կատարում, այլև այն պասիվ դրսևորում ունի, դա հենց քաղաքական ուժերի տեխնացուների մասնակցությունն է եւ ընտրվելու հնարավորությունը եւ նման միջամտությունը երկուստեք խաթարում է մարդկանց հիմնարար քաղաքական իրավունքը եւ կրկին ընդգծում ենք իրավապահ մարմինները պետք է դրսևորեն անաչառ օբյեկտիվ, արագ օպերատիվ հետախուզական գործունեություն, բայց այդ գործունեությունը ըստ մեր ընտրական օրենսգրքի, սահմանադրական օրենքի, ըստ մեր սահմանադրության, հավասարության սկզբունքի, ըստ իրենց պարտավորվածության գործելու համաչափ եւ որոշակի որևէ կերպով չի կարող ներառել նախընտրական քարոզչության շրջանակների վրա եւ սահմանափակի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորությունը։ Իսկ երեկվա իրադարձությունները գալիս են պնդելու հակառակը, ընդգծենք, որ մեր երկրում որևէ մեկ անմեղության կանխավարկածը չի չեղարկել, իսկ անմեղության կանխավարկածը ասում է, որ մարդն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը հաստատված չէ, օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով։ Այսօր ունենք իրավիճակ, երբ երկու քաղաքական դաշինքներից իմ տեղեկատվությամբ 4 տեխնազու եւ մերձավոր ազգական են վերման ենթարկվել եւ ակնհայտ է, որ այս process-ը նախընտրական շտաբերում օպերատիվ հետախուզական աշխատանքները գալիս են խանգարելու եւ դանդաղեցնելու այս քաղաքական ուժերի քարոզչական աշխատանքները եւ վնասում են կազմակերպչական աշխատանքներին։ Բացի այդ, օրինակ միայն այն հանգամանքը որպես անաչառ դիտորդ երբ դիտարկում ես, որ երբ մարդուն Գրիգորյանի հայրը եւ որդին վերման են ենթարկվում, նրանց մեղադրանք է առաջադրվում եւ իրավապահ մարմինը որպես խափանման միջոց հրաժարվում է
կալանքի ու տնային կալանքի տանելուց, այլ ընդհանրապես վարչական վերահսկողության համար է դիմում, ակնհայտ գալիս է հենց տրամաբանության շղթայում պնդելու, որ այս մարդիկ որևէ վտանգավորություն ներկայացնող հանցագործություն չեն գործել, որ կարիք կլիներ նրանց մեկուսացնելու նախընտրական քարոզչությունից եւ ընդամենը կարճաժամկետ միտումով իրավապահ մարմինները միջամտություն են կատարել։ Այսինքն պնդումը այն է, որ իրավապահ մարմինները այո, հանցագործության հատկանիշների պարագայում պետք է միջամտություն իրականացնեն, բայց այդ միջամտությունը մեր անաչառ դիտորդի համար որևէ կասկածամտության տեղիք պետք է չտար, որ իրենց գործողությունները անկախ եւ անկողմնակալ ու օբյեկտիվ են եւ միտում չունեն նախընտրական քարոզչության ընթացքում եւ ընտրական ողջ գործընթացում քաղաքական ուժերի համար անհամաչափ եւ անհավասար պայմաններ ստեղծելու։ Հետևաբար մենք կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել մանիպուլատիվ քարոզչությունների, հանկարծ չահաբեկվել, ցանկացած ահաբեկման պարագայում, ցանկացած ուղղորդման պարագայում, առավել եւս երբ միջամտում են տարբեր ծառայության աշխատակիցներ, դիմելու մեր դիտորդական առաքելությանը, մեր տվյալները հասանելի են եւ գնալու ու իրացնելու իրենց ազատ հավասար ուղղակի ընտրական իրավունքը գաղտնի քվեարկությամբ Մենք ինքներս մեր դիտորդական առաքելության ողջ կազմում այդ օրը լինելու ենք Գյումրիում, բարեբախտաբար ներկայացվածություն ենք ունենալու տեղամասային կենտրոններում եւ կրկին անգամ տեղեկացնում ու իրազեկում ենք ձեզ հարգելի գյումրեցիներ, որ որևէ մեկը ձեզ վրա ներազդելու իրավական մեխանիզմ ու հնարավորություն չունի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ես ընդամենը հավելեմ Տիկին Մելոյանի ասացին, որ մենք լինելու ենք ոչ միայն Գյումրիում, այլև Պարաքարում եւ ընդհանրապես ասած շատ կարեւոր է իսկապես, որ մեր քաղաքացիները որևէ կերպ չահաբեկվեն այն գործընթացներից, որոնց մենք ականատես եղանք անցած օրերին, բնականաբար իրավական դաշտում այդ գործընթացները կարգավորվելու են եւ մենք էլ տեսնում ենք, որ ըստ էության ավելի շատ դա աղմուկ է, քան թե իրական գործողություններ են, ուստի մեր քաղաքացիներին այո, իսկապես հորդորում ենք գալ ընտրատեղամասեր, իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, անվարան իրացնել իրենց սահմանադրական իրավունքը եւ եթե իրենց կամքի վրա որևէ մեկը փորձում է ապօրինի ներգործություն իրականացնել, կլինի դա ընտրակաշառքի միջոցով, ահաբեկման միջոցով, հարկադրանքի միջոցով, անվարան դիմեք մեզ Հայաքվեի դիտորդական առաքելության անդամներին, դուք մեզ կտեսնեք ցանկացած ընտրատեղամասում, բոլոր ընտրատեղամասերում մենք ներկա ենք լինելու, կամ կարող եք զանգել մեր թեժգծին, դիմեք մեզ, մենք երաշխավորում ենք, որ հետամուտ կլինենք ցանկացած բողոքի, ցանկացած ահազանգի հետամուտ կլինենք, իսկապես կանենք ամեն ինչ, որպեսզի ձեր ընտրական իրավունքը ապահովված լինի եւ մենք էլ դրա երաշխիքներից մեկն ենք։ Դրանով խոսքը փոխանցեմ պարոն Արամ Պետրոսյանին եւ ներողություն խնդրեմ, որպեսզի բարձրախոսները տեղափոխենք։ Բարև, շնորհակալություն, իմ գործընկեր Գոհար Մելոյանը բավականին մանրամասն ներկայացրեց, ես մի քանի ուղղակի լրացումներ անեմ։ Ես քարոզարշավի մեկնարկի պահից գտնվել եմ Գյումրիում մինչև 3 օրվա երկրորդ կեսը, մի քանի մանրամասներ ներկայացնեմ, մասնարարպես պաստառների հետ կապված կուզենայի ներկայացնել, որ ամբողջ քաղաքը հեղեղված է պաստառներով, հիմնականում չնախատեսված վայրերում, որի հետ կապված կուզենամ հիմա ցիտեմ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի մի դրույթ, որով ասում է, որ օրենքի դրույթների խախտման տեղադրված քարոզչական պաստառը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա հանում է համայնքի ղեկավարը ոստիկանության աջակցությամբ։ Սա ինչու ցիտեցի, որովհետև ես եղել եմ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի մոտ, պարոն Մարտին Ղազարյանի մոտ, ցույց եմ տվել հենց իր գրասենյակի առջևի մասում չնախատեսված վայրում փակցված թեկնածուներից մեկի, մասնավորապես ներկայիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաստառը,
որովև ապացուցել եմ, որովև փաստը ապացուցվում է, որ ներկայիս պաշտոնակատարը ցուցաբերելով անգործություն կիրառում է ըստ էության վարչական ռեսուրս, ինքը իր պաստառը չի հանում նախատեսված վայրից։ Այսօր էլի արդեն մեր աշխատակիցները բազմաթիվ նկարներ են ուղարկել, երեք եղավ մամուլում, որ բոլոր պաստառները հեռացված են, սակայն հենց այսօրվա նկարներ ունեմ, որ ներկայումս փակցված են։ Մյուս մասը վարչական ռեսուրսի կիրառման կամ ըստ անհրաժեշտության օգտագործման վերաբերյալ կուզենամ անդրադառնամ հանրային հեռուստատեսության կոնկրետ մի դրվագի, երբ որ տեխնացուներից մեկը, պարոն Լևոն Բարսեղյանը հյուրն էր Պետրոս Ղազարյանի, որտեղ պարոն Բարսեղյանը փորձում էր ներկայացնել իր ծրագիրը, սակայն հաղորդավարը անդադ նրան ընդհատում էր եւ ուղղորդող հարցեր էր տալիս մեկ այլ տեխնացուի մասին։ Խոսքը վերաբերում է Վարդան Ղուկասյանի մասին, հաղորդավարը Պետրոսը անդադ փորձում էր վարկաբեկելու ուղղությամբ տանել խոսքը, նույնիսկ տեխնացուն Բարսեղյանը ինքը ընդգծեց, որ ինքը եկել է իր ծրագիրը ներկայացնի եւ շատ կցանկանար, որ խոսակցությունը լիներ իր ծրագրի շուրջ, ոչ թե այլ տեխնացուների վերաբերյալ։ Ուրեմն քարոզարշավի հետ կապված երեկվա միջադեպերը իհարկե մենք շատ ավելի մանրամասն գրավոր տեսքով վերջում կներկայացնենք, բայց ես ականատեսն եմ եղել երկու գրասենյակներում էլ ինչ է կատարվել, ըստ էության Մայր Հայաստան դաշինքի գրասենյակում ըստ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների 8 հոգի առնվազն բերմաններ ենթարկվել, միևնույն ժամանակ բավականին երկար խուզարկության ժամանակ ամբողջ մի աշխատասենյակը ամբողջությամբ փակված էր եւ գործունեությունը կազմալուծված էր, իսկ Մարտուն Գրիգորյանի դեպքում զուգահեռաբար եւ նրանց տանն էին գործողություններ իրականացվում եւ մի ամբողջ գրասենյակում, այս դեպքում ոչ թե աշխատասենյակում, այլ ամբողջ գրասենյակը փակ էր։ Ես անձամբ զրուցեցի ոստիկանների հետ, հնարավոր չէր այդ գրասենյակում որոցի աշխատանքներ կատարել եւ դուրս է գալիս, որ այդ երկու տեխնացուները երեք ամբողջ օրը ըստ էության զրկված էին նորմալ քարոզարշավ իրականացնելուց, իմ կարծիքով նպատակը հենց խոչընդոտելն էր։ Մինչ այդ հիշում ենք եւս երկու տեխնացուի, մասնավորապես Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելը առնվազն անհամաչափ ուժի կիրառմամբ, որի արդյունքում նաեւ նրա գլխի հատվածում հետագայում տեսանք հետքեր։ Մյուս դեպքում, որ ավելի զավեշտալի է, Ռուբեն Մխիթարյանի հետ կապված ճանապարհաերթևեկության կանոնների խախտման 1-2 տարի առաջվա չգիտեմ հստակ ժամկետները հիշել էին, որ նա ինչ-որ խախտում ուներ, որ այստեղ գտնվող բոլորս էլ տարվա ընթացքում ակամայից անկախ մեզանից ինչ-որ խախտումներ անում ենք, հա դրա հետ կապված մարդուն հրավիրեցին Երևան եւ Երևանում հարցաքննեցին, դա տևեց ժամեր, ճանապարհը գումարած, այսինքն եւս այս կարճ ժամանակահատվածը, որ տրվում է տեխնացուներին, խոչընդոտեցին մի ամբողջ օր քարոզարշավ անելուն։ Հետևաբար կարծում ենք, որ առնվազն չպետք է խոսվի, որ վարչական ռեսուրսը չի չարաշահվում, չի օգտագործվում ի օգուտ մյուս տեխնացուների։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես խոսքը փոխանցեմ պարոն Մխիթարյանին, որը նույն ժամանակահատվածում իրավական վերահսկողություն է իրականացրել Փարաքար համայնքում, խնդրեմ, որ պարոն Մխիթարյանը ներկայացնի իր դիտարկումները։ Շնորհակալություն, հիմնականում մեր մաս-մեդիայի եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, որը բնական է, Գյումրին է, բայց մենք տարբերվում ենք մյուս առաքելություններից հատկապես նրանով, որ հավասարաչափ ուշադրություն ենք դարձնում նաեւ Փարաքարում տեղի ունեցող իրադարձություններին եւ ես հատկապես կկենտրոնանամ քարոզարշավի ընթացքում Փարաքարում տեղի ունեցած հիմնական խումբ իրավախախտումների։ Առաջին խախտումները դրանք ուրեմն քաղաքական ուժերի քարոզչական նյութերին են վերաբերվում Փարաքարում։ Տեսեք, այնտեղ հիմնականում փակցվում են չսահմանված եւ արգելված վայրերում բոլոր տեխնացուների կողմից չեն պարունակում օրենքով պահանջվող մակնշում, տեղեկատվություն տպաքանակի, տպարանի պատվիրատուի վերաբերյալ
որովհետև մենք տեսնում ենք բազմաթիվ բուկլետներ, նույնիսկ թափված փողոցներում, բայց որևէ նշում չկա դրանց մասին, որը պարտադիր է, եւ երրորդ ուղղությունը, որը էլի քողարկված ըստ էության քարոզչական նյութեր են, պատրաստվում եւ տարածվում են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից։ Այսինքն ոչ թե այն քաղաքական ուժերն են այդ քարոզչական նյութերը տպագրում եւ տարածում, որոնք անմիջապես մասնակցում են, այլ նրանց հետ ասոցացվող ուժերի կողմից, որը ըստ էության ընտրական օրենսգրքի սահմաններից դուրս է ստացվում, բայց միևնույն ժամանակ ազդում է նաեւ ընտրողների կամքի վրա։ Պետք է հիշեցնեմ բոլորին, ովքեր ընտրական գործընթացներում որպես սուբյեկտներ ներգրավված են, որ քարոզչական այդպիսի նյութեր տարածելը ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածի առաջին մասի առաջացնում է տուգանքի նշանակում 100-ից 500,000 դրամի չափով եւ մենք հետամուտ ենք լինելու, որ այս բոլոր դեպքերը համապատասխան իրավական հետագա արձագանք ստանան։ Մյուս բանը, ինչպես ասեցի, բոլոր նյութերը ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պետք է փակցված լինեն համապատասխան տեղերում, իսկ այդ տեղերը հատկացնում է համայնքը, տվյալ դեպքում Փարաքարի կամ Գյումրիի համայնքը։ Եվ այդ տեղերում փակցված նյութեր իհարկե կան, մենք նայում ենք Փարաքարում, բայց դրանց զգալի մասը նաև վնասված է։ Այսինքն այն մարդիկ, որոնք ավելի շատ ռեսուրսներ ունեն եւ հատկապես դա ինչքան հասկանում ենք եւ փորձը ցույց է տալիս իշխանական ռեսուրսներին տիրապետող կամ ներկա պահին համայնքի ղեկավարի անմիջական հսկողության տակ գտնվող մարդիկ ուղղակի փչացնում են այդ նյութերը։ Այստեղ եւս մեկ զգուշացում, ուրեմն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40-րդ հոդվածի 11-րդ կետը այդ քարոզչական նյութերը համապատասխան վայրում փակցված փչացնելու, պաստառները դիտավորյալ վնասելու համար տուգանք է սահմանված 50-ից 100,000 դրամի սահմաններում։ Ուրեմն մյուս խումբ իրավախախտումները, որոնք նկատում ենք, դա վարչական ռեսուրսների իհարկե օգտագործումն է Փարաքարում։ Ուրեմն տեսեք, լրատվամիջոցներից մեկը նյութ է պատրաստում տեխնացուներից մեկի վերաբերյալ, պարզ է դրական ուրեմն լույսի ներքո, եւ այդ նյութը հայտնվում է համայնքապետարանի պաշտոնական կայքում, որը ստացվում է, որ չի թույլատրվում, ընդ որում այդ նյութը միակը չի, դրանից հետո եւս մեկ նյութ կա, որը հակառակն է, այսինքն ոչ թե պաշտպանում է տեխնացուներից մեկին, այլ ընդդիմադիր տեխնացուների դեմ է ուղղված եւ այդ նյութը եւս հայտնվում է պաշտոնական կայքում։ Դա նշանակում է, որ այո, այն մարդիկ, որոնք վարչական ռեսուրսներին տիրապետում են, ուղղակի նրանց թելադրանքով այդ նյութերը հայտնվում են եւ ձեռք են բերում ըստ էության ճակերտներում, ասենք, պաշտոնական նյութի տեսք։ Այո, կարգավիճակ։ Մի քանի խախտումներ, օրինակ տեսեք նաև տեխնացուներից մեկը հանրահավաք է կազմակերպում կամ հանդիպում ընտրողների հետ եւ պարզվում է, որ այն վայրում, որտեղ որ պիտի հանդիպումը լիներ, ամբողջությամբ կայանված են շատ մեծ մեքենաներ եւ դրանց վարորդները ուղղակի չկան այդ պահին։ Հասկանում եք, այսինքն տարածքը ուղղակի գրավել է ֆիզիկական առումով եւ մարդկանց հնարավորություն չեն տալիս, որպեսզի ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպեն եւ որոշակի ուրեմն քարոզչական աշխատանքները խոչընդոտվում են, ելի օգտագործելով վարչական ռեսուրսները։ Այսքանը, որովհետև գործընկերները արդեն ահագին խնդիրներին անդրադարձան, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես հիմա խոսքը փոխանցեմ պարոն Սոլապ-Հակոբյանին, որովհետև ներկայացնում թե մենք ինչ ենք նախատեսում անել արդեն քվեարկության օրը եւ դրան հաջորդող օրերին, որովհետև հիշեք, որ քվեարկությանը հաջորդում են վերահաշվարկներ եւ մինչեւ ընտրությունների արդյունքները օրինական ուժի մեջ մտնելը կան որոշակի գործընթացներ, որոնց որ մենք պետք է անցնենք եւ նախատեսում ենք անցնել։ Ասեմ, որ պարոն Հակոբյանը ներկայացնի մեր առաջիկա անելիքները։ Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի քաղաքացիներ եւ մեր շատ սիրելի գյումրեցիներ եւ փարաքարցիներ։
Ինչպես մենք խոստացել էինք, մենք այս ընթացքում ձեր կողքն ենք եղել եւ շարունակելու ենք արդեն քվեարկության գործընթացի ժամանակ ձեր հետ միասին լինել ձեր կողքը։ Այս ընթացքում հայակվե ազգային քաղաքացիական միավորումը, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպությունը եւ երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպությունը հսկայական կազմակերպչական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում մենք 198 տեղամասերում, խոսքը գնում է 82 տեղամաս Գյումրիում, 16 տեղամաս Փարաքյար համայնքում, 198 տեղամաս, 98 տեղամաս, որի արդյունքում մենք ունենալու ենք 200 դիտորդ եւ 200 դիտորդները իրականացնելու են հսկողությունը, քաղաքացիական հսկողությունը ընտրական ոչ գործընթացի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի համաձայն 30-32 հոդվածի համաձայն մեր դիտորդները իրենց ողջ օրվա ընթացքում քվեարկության իրենց լիազորություններն ու պարտականություններն են իրականացնելու, ինչի համար մենք ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը, մեր դիտորդները այդ օրը տարբերվելու են եւ պեյջերով իրենց կճանաչեք եւ հատուկ զգեստներով են տարբերվելու եւ խնդրելու ենք ցանկացած ընտրախախտման, կաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման, ազդեցության կիրառման դեպքում անպայման մոտենալ մեր դիտորդներին եւ մեր դիտորդներին անպայման տեղեկացնել դրա մասին եւ ինչպես պարոն Չարաբյանը նշեց, մենք գնալու ենք այդ բոլոր գործերի հետևից, հարկ եղած դեպքում քրեական վարույթ ենք ստիպելու, որպեսզի դատախազությունը նախաձեռնի, վարչական դատան ենք դիմելու, որպեսզի մեր բոլոր քաղաքացի իրավունքները կարողանանք այդ օրը կիրառենք, յուրաքանչյուր ձայն իր տեղ հասնի իր տեղը։ Կոչ ենք անում, խնդրում ենք մեր բոլոր քաղաքացիներին, գյումրեցիներին եւ փարաքարցիներին, որոնք այդ օրը գտնվում են իրենց զբաղվածությունն Երևանում, անպայման այցելել իրենց բնակավայրեր, անպայման իրենց քաղաքացիական պարտքը կատարել, որպեսզի ունենանք լեգիտիմ տեղական իշխանություն։ Սա խնդրում ենք բոլորին, որպես դիտորդներ, որտեղ շատ կարևոր է բարձր մասնակցությունը, որպեսզի մեր իրական քաղաքացու ձայնը տեղ հասնի։ Եվ այդ օրը մենք աշխատանք ենք իրականացնում 3 գրասենյակներում, մեր կենտրոնական այն հասցեում, որ այս պահին մենք գտնվում ենք, կենտրոնական գրասենյակ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Աբովյան 25, հանգիստ կարող եք բոլորը դիմել, մոտենալ ստեղ, զանգել, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, եւ արդեն տեղում Արմավիրի մարզ, Քաղաք Էջմիածին կամ Վաղարշապատ, Մաշտոցի 0-2 հասցե, դա կլինի մեր Արմավիրի մարզի գրասենյակը, Փարաքյար համայնքի ընտրական գործընթացի հետ կապված, եւ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տիգրան Մեծի 2-3 հասցե, սա կլինի մեր Գյումրիի տեղամասը։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման դիմել մեր դիտորդներին, աշխատել մեր դիտորդների հետ եւ ձեզ վստահաբար ասում ենք, որ այդ օրը մեր դիտորդները իրենց աշխատանք իրականացնեն եւ ձեր ձայնը տեղ են հասնելու։ Շնորհակալություն, վստահ եմ, որ մենք կարողանալու ենք մեր լիազորությունները օրենքի ոչ շրջանակներում օգտագործենք ու ի նպաստ բերել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես ընդհանրապես հավելեմ, որ մեր քրեական օրենսգրքի 210-ից եւ 224 հոդվածները ըստ էության բավական համապարփակ պատիժներ են սահմանում ընտրական գործընթացի ընթացքում տեղի ունեցող խախտումների համար։ Կլինի դա ընտրակաշառք առաջարկել կամ տալը, կլինի դա ընտրողի կամքի վրա այլ կերպ ներգործելը, կլինի դա օրինակ ընտրական քվեարկության գործընթացի մեջ միջամտությունները եւ այլն։ Բոլորի համար շատ լուրջ պատիժներ են սահմանված եւ դա ես հատուկ եմ ասում, որ քաղաքացիները գիտակցեն, որ իրանց կամքի վրա ցանկացած ապօրինի ներգործություն ունի շատ լուրջ հետևանքներ։ Ուստի սիրելի քաղաքացիներ, սիրելի գյումրեցիներ եւ Փարաքար համայնքի բնակիչներ, մի վարանեք մոտենալու մեր դիտորդներին, եթե ձեր վրա ինչ-որ այսպիսի ներգործություն կարող առաջանա, մի վարանեք մոտենալու մեր դիտորդներին, զանգելու մեր թեժգծերով, մեր ուշադրությունը հրավիրելու այդպիսի ապօրինի գործողությունների վրա, եւս մի անգամ ուզում եմ շեշտեմ, մենք հետամուտ կլինենք դրանցից յուրաքանչյուրին եւ մեզանից կապված ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք անհետևանք չմնան։ Այդքանով ավարտենք մեր ելույթները եւ հնարավորություն տանք լրատվամիջոցների ներկայացուցիչներին տալու ձեր հարցերը։ Շնորհակալություն։ Կարելի է իշխանством Պարոն Չալաբյան 2026 թվականի սկզբում խորհրդանական ընդունելն արդյոք հայրական պատրաստվում է ամբողջ Հայաստանի մասշտաբով
նպատակով դիտորդական առաքելության իրականացնել։ Տեսեք, քանի որ այդ հարցը վերաբերվում է մի իրադարձության, որը դեռ հավաստի չի, որովհետև կարող է 26 թվականին լինի, իսկ կարող է օրինակ արտահերթ ընտրություններ լինեն, հա։ Կարող է մենք հանդես գանք որպես քաղաքացիական ուժ, իսկ կարող է հանդես գանք որպես քաղաքական ուժ կամ այլ քաղաքական ուժի հետ համագործակցող եւ այլն։ Այս բան դժվար է միարժեք պատասխան տալ, բայց ասում եմ, հետեւյալը մեր առաքելությունն է ընտրական գործընթացի նկատմամբ մեր քաղաքացիների վստահություն բարձրացնելը։ Ընդհանրապես, որովհետև մենք համարում ենք, որ Հայաստանում իշխանությունը թե համապետական մակարդակում, թե տեղական մակարդակում պետք է ձևավորվի ընտրությունների միջոցով եւ դա պետք է դառնա ստաբիլ ավանդույթ։ Մարդիկ պետք է համոզված լինեն, որ իրանք սեփական կամքով են ձևավորում իրենց իշխանությունը։ Ուստի անկախ նայած թե ինչ տեղի կունենա, երբ տեղի կունենա, վստահեցնում եմ ձեզ, որ այդ առաքելությունը մենք կշարունակենք իրականացնել, բայց թե ինչ ձևով դա տեղի կունենա, արդեն կապված կլինի նրանից, թե երբ է լինելու ընտրությունները եւ մեր մասնակցությունը կոնկրետ ինչ ձև ունենալու։ Արձանագրված նրախախտում, քարոզչական շրջանում արձանագրված խախտումները արդյոք բավարարիչ են, որպեսզի իրավական գործընթաց սկսվի։ Եթե դուք մի քիչ շուտ գայք, երևի ուշադրություն կդարձնենք, որ մի կոնկրետ դրվագի հետ կապված մենք փաստորեն հայտարարություն տվեցինք, հաղորդում տվեցինք հանցագործության մասին, որովհետև ակնհայտ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի խախտում է, շատ ընդգծված։ Եվ հուսով ենք, որ դատախազությունը դրան կարձագանքի, մնացած մասով հավելյալ ուսումնասիրություն է պետք, որովհետև տեսեք, եթե մենք խոսում ենք ոչ թե պարզապես ընտրական օրենսգրքի խախտումների մասին, որոնց զգալի մասը նաև վարչական հետևանքներ ունի, հա, այլ խոսքը գնում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի մասին, դա հավելյալ ուսումնասիրություն է պահանջում, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ դեպքում կա իսկապես հանցակազմ եւ այդ հանցակազմի մասով պետք է հետամուտ լինի։ Եթե կարելի է մի խնդրեմ տիկին։ Հարցի շրջանակներում ընդգծեմ, որ 21 թվականին մենք պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը երբ մասնակցեցինք որ դիտորդական առաքելության տեսքով ընտրություններին, ցավոք սրտի շատ պակասող ռեսուրսներ ունենք, շուրջ հազարավոր ընտրատեղամասներից շուրջ 20 տեղամասային կենտրոնում ներկայացվածություն ունենք եւ այդ 20 տեղամասային կենտրոններից 100-ից ավելի ընտրախախտում ենք գրանցել։ Սրանով գալիս է պնդումը, որ այո, դիտորդական առաքելությունը անաչառ եւ օբյեկտիվ շատ կարեւոր է ընտրական գործընթացում եւ մարդու քաղաքական ընտրական հիմնարար իրավունքը տեղ հասցնելու նպատակով, որովհետեւ տեսեք, մենք հիմա Գյումրու օրինակով ունենք դեպք, երբ նախընտրական քարոզչությունը եւս ընտրական գործընթացի մաս է, եւս քաղաքացու թե որպես ընտրվող, թե որպես ընտրող ակտիվ եւ պասիվ դրսեւորումներն ունի եւ անհավասար ներազդեցություն է այդ process-ի վրա հետևանքային է լինում։ Եթե մենք հնարավորություն ունենանք համապետական մակարդակով իրականացնել դիտորդական առաքելություն, այո, հնարավոր է ընտրախախտումների քանակն այնքան լիներ, որ էական ազդեցություն ունենար արդյունքների վրա եւ մենք կարողանանք փաստական հիմքեր տրամադրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, որպեսզի իրենք կարողանային սահմանադրական դատարանում վիճարկել դրա արդյունքները։ Հիմա նույն իրավիճակը տեղական մակարդակով է, հա, ինչու է կարևոր ներկայացվածությունը գրեթե բոլոր տեղամասերում, որովհետև կախված է լինելու մեր կողմից կատարված աշխատանքից ու արձանագրումների քանակից։ Եթե մենք կարողանում ենք ապացուցողական բեռ ու անհրաժեշտ քանակի փաստական հանգամանքներ, ապացույցներ ձեռք բերել, որոնցով պնդում ենք կատարում, որ դրանք ներազդել են ընտրության արդյունքների վրա, դա կարող է լինել թե մեկ տեղամասի մակարդակով, դա կարող է ամբողջական, հա, մի քանի տասնյակ լինել։ Դրանով կկարողանանք վիճարկել արդյոք մեկ տեղամասում անհրաժեշտություն կա իրականացնելու վերաքվեարկություն կամ ընդհանուր առումով արդյոք հիմք կա անճշտությունների քանակով ընդհանրապես ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու։ Օրենսգիրքը ընտրական մի քանի հնարավորություններ է տալիս, թե դատական կարգով վիճարկելու, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու ընտրատարածքային հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու համար։ Ամբողջացնելով ընդգծեմ, որ պնդումներս այն մասին է, որ իրապես դիտորդական գործունեությունը առաքելություն է, որովհետև ինքը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ընտրության ելքի վրա։ Քարոզարշավի ընթացքում գրանցված
գաղափարներից հետո ինչ սպասել ընտրությունների ժամանակ եւ ինչին ավելի շատ ուշադրություն դարձնել։ Տեսեք, ձեր հարցի պատասխանը այդքան միարժեք չի, որովհետև ովքեր որ խախտումներ են անում, սկզբից մեր հետ բնականաբար չեն համաձայնեցնում իրենց խախտումները։ Բայց մեր նախկին փորձը հիմք է տալիս հետևյալ եզրակացություններ եւ նաեւ այն տվյալները, որ մենք հավաքագրում ենք, մի քանի բանի է պետք ուշադրություն դարձնել եւ մենք որպես դիտորդական առաքելություն բնականաբար դրան ուշադրություն կդարձնենք։ Առաջինը եւ հիմնականը դա ընտրողների կամքի վրա ներազդեցությունն է։ Երբ որ օրինակ ընտրական տեղամասերի դիմաց հավաքվում են անձիկ որոշակի, այսպես ասած, ֆունկցիայով, հա, առաջադրանքով եւ փորձում են ընտրություններին եկող քաղաքացիների կամքի վրա տարբեր ձևերով, տարբեր միջոցներով ներազդել։ Ընդ որում ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ օրինակ կուտակումներ արգելված է ընտրատեղամասերի դիմաց եւ այլն, եւ ավելին, որ ամեն ընտրատեղամասում պետք է լինի ոստիկանության աշխատակից, որը պարտավոր է դա թույլ չտալ։ Բայց իրականության մեջ մենք գիտենք, էլի, որ շատ հաճախ այն ինչ որ գրված է օրենքում, մինչև վերջ հետևողականորեն չի իրականացվում եւ մեր դիտորդների ֆունկցիոնալ լինելու նաեւ նպաստը նրան, որ ընտրական օրենսգրքի պահանջները հետևողականորեն իրականացվեն։ Այսինքն, եթե օրինակ ընտրական տեղամասի դիմաց կան կուտակումներ եւ այդ կուտակված անձիկ փորձում են ընտրողների վրա ներազդել, հասնենք նրան, որպեսզի այդ կուտակումը վերացվի, հա, մասնապես իրավապահների ուշադրությունը դրան հրավիրելով, այդ մարդկանց լուսանկարելով, որտեղ իրանց համար նաեւ իրավական հետևանքներ կան եւ այլն։ Երկրորդ բանը, որը մեր փորձը ցույց է տալիս, դա կրկնակվեարկություններն են։ Թեև հիմա օրենսդրությունը եւ գործընթացը այնպես է կազմակերպված, որ կրկնակվեարկության հավանականությունը նվազեցվել է այապես, բայց դրա հավանականությունը մինչև վերջ բացառել հնարավոր չի, մասնապես օրինակ տեխնիկական սարքավորման աշխատանքի մեջ խոչընդոտներ մտցնելու միջոցով, նախնական պայմանավորվածությունների եւ այլնի միջոցով։ Մենք դրանել ենք հետամուտ լինելու եւ ուշադիր ենք լինելու եւ մեր բոլոր դիտորդները համապատասխան բրիֆինգ են ստանալու, որպեսզի իրանք ուշադիր լինեն որևէ անձ հնարավորություն չունենա մեկից ավել անգամ մասնակցել քվեարկության։ Հա, թե դա ինչ տեխնոլոգիա է, դրա մասին չեմ ուզում շատ ծավալվել, բայց իսկապես դրա վտանգը կա, մենք պետք է բնականաբար փորձենք այդ վտանգը նվազագույնին հասնել։ Երրորդ խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, դա հաշվարկն է։ Հաշվարկի ժամանակ եւս փորձ է կատարվում արդեն տեղի ունեցած քվեարկության արդյունքները որոշակիորեն, այսպես ասած, ծղագրել։ Հա, ենթադրենք օրինակ քվեաթերթիկները փչացնել։ Քվեաթերթիկների վրա եթե նշումներ կան, նրանք պետք է անվավեր ճանաչվեն։ Հիմա պատկերացեք քվեաթերթիկա հաշվարկի ժամանակ, ասենք հանձնաժողովի մի ինչ-որ անդամ կամ մի քաղաքական ուժի վստահվածած փորձում է դրա վրա ինչ-որ մի հատ նշում անել, որպեսզի դա անվավեր դառնա։ Բնականաբար դիտորդների առաքելությունն է թույլ չտալ, որպեսզի այդպիսի ներգործություն տեղ ունենա, որովհետև դա ընտրողի ընտրական իրավունքի ուղի խախտում է, ինքը եկել է կոնկրետ ուժի համար քվեարկել է, հա, եւ բնականաբար իր ձայնը պետք է հաշվառվի։ Եթե դա ինչ-որ մեկը դրա վրա ներգործություն անում, նա ըստ էության այդ մարդու ձայնը չեղարկում է։ Մեր նախորդ փորձով, մասնապես Երևանի ընտրությունների, Երևանի հավաքանու ընտրությունների փորձով կարող եմ ասել, որ նաև վերահաշվարկի ժամանակ են փորձում նույնը անել, այսինքն դուք գիտեք, որ 2 օր հետո մասամբ ըստ վիճակահանության եւ մասամբ էլ ըստ կոնկրետ դիմումների տեղ են ունենում արդյունքների վերահաշվարկ արդեն ոչ թե տեղամասերում, այլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում։ Այստեղ եւս մենք հետամուտ ենք լինելու շատ հետեւողական, ինչպես եղել են Երևանի դեպքում, որտեղ 10 ընտրատարածք կար, Գյումրիում եւ Փարաքարում ամեն մեկում 1 ընտրատարածք կա, բայց շատ հետեւողականորեն հետամուտ ենք լինելու, որ այդ ընթացքում վերահաշվարկը եւս չբերի արդյունքների, ընտրությունների արդյունքների սղագրման։ Որովհետեւ օրինակ մեկի քվեաթերթիկը չդնեն մյուսի տրցակի մեջ, քվեաթերթիկը չփչացվի, կամ ընդհակառակը անվավեր, իսկապես անվավեր քվեաթերթիկը, որի վրա նշումներ կան, որը ճղված է եւ այլն, չփորձեն վավեր ճանաչեն եւ այլն։ Դրանք են երևի հիմնական գործողությունները, որ մենք պետք է անենք։ Մենք իսկապես անկեղծ հույս ունենք, որ քվեարկության օրը կբացառվի բռնությունը, որ քվեարկության օրը ընտրատարածքներում մենք ականատես չենք լինի, ասենք, չգիտեմ, այնպես մասսայական ընտրախախտումների, լցոնումների փորձերի եւ այլն, համենայն դեպս նախորդող մի քանի տարիների ընթացքում մենք դա չենք տեսել։ Մյուս կողմից ոչ մի բան չենք բացառում, պատրաստ ենք նաեւ վատթարագույն սցենարին, եթե այդպիսի իրավիճակ լինի, առնվազն դա արձանագրել, մեզ հասու բոլոր միջոցներով կանխել դա այդպիսի իրավիճակների առաջացումը։ Կարելի է ես ավելին հարց տամ։ Խնդրեմ։ Երեք Փարաքան խոշորացած համայնքի Վալաջան Տիգրյանի հանրահավաք կազմվի,
եւ այն իրազեկված հանրահավաք է, որը տեղի ունեցավ համայնքապետարանի արչեւի հատվածում ակումբի մշակույթի պալատի դիմաց։ Մինչ երբ մասնակիցները կհասնեին այնտեղ, արդեն քաղաքապետարանին ըստ քաղաքացիների համայնքապետարանի պատկանող մի քանի զիգ մակնիշի մեքենաներ, բեռնատարներ, որոնք ակտ են հավաքում, տեղակայված էին այն հատվածում, որտեղ պիտի քաղաքացիները գային եւ կանգնեն։ Իհարկե ոստիկանություն կար, իրավապահ մարմիններն այնտեղ էին, մենք չէինք, մարդիկ բարձրաձայնեցին, որ սա իրազեկված հանրահավաք է եւ իրավունք չունեին նման բաներ։ Արդյոք սա քննության առարկա կարող է դառնալ եւ սա դիտարկվում է որպես դրախախտում կամ։ Ես խնդրեմ պարոն Մխիթարյան արձագանքի ու դրինքը հենց այդ ընդրախախտման մասին արդեն ասեց։ Կարելի է ես իրավական առումով Մի րոպե դուրատու մասին դուրքացած։ Ես Այդ մասին եթե մենք արդեն արձանագրել ենք որպես խախտում, որովհետև դա ըստ էության մի կողմից վարչական ռեսուրսի խախտում չարաշահում է, որովհետև այս գործողությունը կարող է իրականացվել միայն տեղական իշխանությունների կամ պետական իշխանությունների հովանավորության ներքո առաջինը, իսկ երկրորդը դա նաև որոշակի առումով ազդեցություն է ընտրողների կամքի վրա, որովհետև այդ ընտրողները զգում են որոշակի առումով ազդեցություն, այսինքն այդ մարդիկ զգում են, որ այստեղ եթե ճակերտներում ասենք սխալ ընտրություններ կատարվեն, այսպիսի գործողություններ կարող են հետագայում կատարվել։ Ես ուղղակի առիթից օգտվելով ուզում եմ ավելացնել նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի ուրիշ առանձնահատկություն էլ ունեն եւ դրան մենք էլի դիտորդներով ուշադիր ենք լինելու, դա այն է, որ Հայաստանի քաղաքացիություն չունեցող, բայց տվյալ համայնքում հաշվառում ունեցող մարդիկ իրավունք ունեն մասնակցելու քվեարկությանը։ Եվ մեզ արդեն ահազանգներ ունենք, հատկապես Գյումրիում, որ ոչ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, մասնավորապես Վրաստանի անձնագրեր ունեցող տարբեր մարդիկ ընտրական ցուցակներում տեղ ունեն եւ մենք հետեւողականորեն հետևելու ենք նաեւ որպեսզի հատկապես այս առումով որևէ խախտում չարձանագրվի։ Ես իրավական արձանագրում ընդհանրապես անեմ, որ այո նման կերպով կրկին իրավական արձանագրումը հետևյալն է, ակնհայտ է, որ այստեղ երկակի իրավունքներ են խախտվում, հավաքի ազատության հիմնարար իրավունքներ եւ կրկին նախընտրական քարոզչության սահմանափակման հնարավորություն վարչական ռեսուրսների կիրարկմամբ։ Մեր ընտրական օրենսգիրքը բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորություն է տալիս, այս դեպքում ակնհայտ պատահականություն չի, որ բեռնատար մեքենաները, այն էլ ինչպես եթե դուք եք նշում, կոնկրետ սպասարկում են պոակին, այսինքն պետական կառավարչական հիմնարկի իրավասության ներքո են գտնվում, նախ պետք է պարզաբանել, ինչ հիմքով են բոլոր մեքենաները միաժամանակ հայտնվել այդ հրապարակում։ Սա արդեն բնականաբար վարույթի հիմք է, որովհետև կրկին ընդգծում եմ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն է սահմանափակում եւ հետևանք առաջացնում քրեական օրենսգիրքն է հետևանք առաջացնում, եթե պետական վարչական ռեսուրսի կիրարկմամբ խոչընդոտվել ու սահմանափակվել է թե մարդկանց հավաքի ազատության իրավունքը որպես դրան մասնակցող քաղաքացիների եւ ընդհանուր ընտրական իրավունք ունեցող մյուս մարդկանց, թե այն մարդկանց, ովքեր կազմակերպել են կազմակերպիչների տեսանկյունից, հատկապես եթե ինչպես նշեցիք, իրազեկված եւ նախապես թույլտվություն ստացած հավաքի մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Էլի հարցեր։ Եթե հարցերը ավարտվեցին, թույլ տվեք ձեր շնորհակալություն հայտնել եւ եւս մեկ անգամ վաղ արդեն լրացան օրա եւ վաղը չմիսուրը քվեարկությունն մեր բոլոր հայրենակիցներին Գյումրի եւ Փարաքար համայնքներում ցանկանալ իսկապես խաղաղ եւ արդյունավետ ընտրություններ, որով իրենք կձևավորեն իրենց համայնքների տեղական իշխանությունը, իսկ մենք էլ ինչպես արդեն ասացինք, մեր ուժերի ներածի չափով կփորձենք նպաստել դրան, նպաստել օրենքին, նպաստել մեր երկրի սահմանադրությանը։ Շնորհակալություն։